Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը և պատրաստ է հետագայում ևս իր ներդրումն ունենալ այդ գործընթացում, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Լրատվամիջոցների տվյալով հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները, կարևորվել է երկրների համագործակցությունը տարբեր միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում։ Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի եռակողմ համագործակցության վերաբերյալ հարցերին։ Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մշտապես աջակցելու համար։ Գաֆարովային ընդունել է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և ընդգծել բարիդրացիական հարաբերությունների, խաղաղության և անվտանգության կարևորությունը։ Նշվել է ռազմավարական նշանակության տարածաշրջանային նախագծերի իրականացման ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը։ Վրաստանի իշխանությունները հայտարարել են հակաթմրանյութային օրենսդրության խստացման մասին։ Բոլոր տեսակի թմրանյութերի իրացման համար պատիժներն առավելագույնս խստացվում են։ Դա նշանակում է, որ թմրավաճառներին սպառնում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում, նույնիսկ փոքր չափերով խմբաքանակներ իրացնելու համար։ Վրացական երազանք կուսակցության գործադիր քարտուղարի խոսքով միաժամանակ կբարելավվի օրենսդրական դաշտը, որը թույլ կտա առգրավել թմրավաճառների շարժական ու անշարժ գույքը հօգուտ պետության։ 2025 թվականի հունիսի 1-ից թմրանյութ օգտագործած կամ թմրամիջոցների թեստ հանձնելուց խուսափած անձինք 3 տարի ժամկետով կզրկվեն ցանկացած տեսակի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Նրանք նաև 5 տարով կզրկվեն պետական, ուսումնական և դաստիարակչական հաստատություններում աշխատելու իրավունքից, ինչպես նաև զենք գրանցելու և տիրապետելու իրավունքից։ Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո ներկայացրել է քննարկված հարցերը։ Ռեջեփ Էրդողանը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առցանց մասնակցել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացմանը, նշել, որ գազատարն առնվազն 30 տարի գազ կապահովի Նախիջևանի համար։ Էրդողանը տեղեկացրել է, որ Ալիևի հետ հանդիպմանը խորհրդակցություններ են անցկացրել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների։ Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Սիրիայում իրավիճակին, նշել Անկարան դատապարտում է անարդարությունն ու ահաբեկչությունը։ Միևնույն ժամանակ մենք Սիրիայի իշխանություններին անհրաժեշտ խորհրդատվություն ենք տրամադրում ներկայիս լարվածությունը հնարավորինս շուտ հաղթահարելու համար։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան վարում է ներառական քաղաքականություն, որը բացառում է ռևանշիզմը։ Հուսով ենք, որ Սիրիան շուտով կհասնի երկար սպասված կայուն խաղաղության և անվտանգության։ Նա անդրադարձել է նաև եվրոպական անվտանգության խնդիրներին, նշել եվրոպացի գործընկերները պետք է հասկանան Թուրքիայի դերը փոփոխված աշխարհում և հաշվի առնեն դա իրենց ռազմավարությունները մշակելիս։ Թուրքիայի նախագահի խոսքով Անկարան փորձում է բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ, կենտրոնանալով լիարժեք անդամակցության նպատակի վրա։ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում օրինագիծ է ներկայացվել Թուրքիայի դիվանագիտական կարգավիճակը եվրոպական եվրասիական պետությունից մերձավոր արևելյան պետության փոխելու վերաբերյալ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների Միացյալ Նահանգները մտահոգված է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ Թուրքիայի կապերի ամրապնդմամբ։ Օրինագծի պահանջների համաձայն ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է 90 օրվա ընթացքում վերանայի Թուրքիայի դիվանագիտական կարգավիճակը և հաշվետվություն ներկայացնի Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի հետ Անկարայի քաղաքական կապերի մասին։ Ռուսաստանի նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ընդունել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն կողմերը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայի զարգացումները։ Հաստատվել է Մոսկվայի և Անկարայի տրամադրվածությունը նպաստելու ճգնաժամի համապարփակ կարգավորմանը, առաջնորդվելով Սիրիայի միասնականության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման անհրաժեշտությամբ։ Քննարկվել են նաև Պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման հեռանկարները, միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին համապատասխան։
Իրանի ԱԳՆ-խոսնակ Էսմայիլ Բաղային անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմանը, թե Իրանը նամակ է ուղարկել նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ։ Նրա խոսքով իրանական կողմը որևէ նամակ չի ստացել։ Միացյալ Նահանգների կողմից ուժի կիրառման սպառնալիքներն անօրինական են եւ Իրանը երբեք չի ընդունի բանակցություններ ճնշման եւ սպառնալիքների ներքո։ Իրանը միշտ պատրաստ է փոխադարձ հարգանքի վրա հիմնված բանակցությունների։ Պաշտոնյան խոսել է նաև տարածաշրջանի երկրների հետ Թեհրանի հարաբերություններին ԱՄՆ-ի արձագանքից։ Մեր իրավիճակը լավ է։ Տարածաշրջանի երկրները կարևորում են իրենց ազգային ինքնիշխանությունը եւ անկախությանը վերաբերող հարցերը։ Մեր հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ լավ են եւ շարունակ զարգանում են։ Ապագայում եւս մենք եւ տարածաշրջանի երկրները անկասկած շարունակելու ենք մեր համագործակցությունը։ Բաղային անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածությանը։ Ջիդայում երկու նախարարների հանդիպման ժամանակ մեր դիրքորոշումներն ու դժգոհությունները փոխանցվել են թուրք նախարարին, ընդգծվել է, որ Իրանը կարևորում է երկկողմ հարաբերությունները, բայց միևնույն ժամանակ չի ընդունում պատասխանատվությունից խուսափելու փորձերը։ Մենք ակնկալում ենք, որ Սիրիայի իրադարձություններում դեր ունեցող բոլոր երկրները կկատարեն իրենց պարտականությունները։ Իրանի տարածքային ջրերում Չաբահար նավահանգստի մոտակայքում մեկնարկել է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համատեղ զորավարժությունը։ Դիտորդի կարգավիճակով զորավարժությանը մասնակցում են Ադրբեջանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Օմանը, Ղազախստանը, Պակիստանը, Կատարը, Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Շրի Լանկան։ Իրանական լրատվամիջոցները գրում են, որ վարժանքների նպատակն է ամրապնդել համագործակցությունը։ Դրանք կշարունակվեն մինչև մարտի 13-ը։ Զորավարժությանը կմասնակցեն ռազմական նավեր, Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմածովային ուժերի մարտական եւ օժանդակ նավեր, ինչպես նաեւ բանակի ռազմածովային ուժերի ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավեր։ Չինաստանի պաշտպանության նախարարությունից էլ նշել են, որ վարժանքներին չինական կողմից ականակիր եւ մատակարարման նավեր կմասնակցեն։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ արտասահմանյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութինի եւ բրիտանացի այլ գործընկերների հետ։ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հաղորդմամբ հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ համագործակցության խորացման կարեւորությունը։ Հաջիևը հանդիպում է ունեցել նաեւ Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ։ Հանդիպմանը արդյունավետ քննարկումներ են անցկացվել ադրբեջանա-բրիտանական երկկողմ գործընկերության ամրապնդման հարցերի եւ տարածաշրջանային զարգացումների շուրջ, ասված է դեսպանի X-ի միկրոբլոգում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին Աստանայում ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը։ Վերջինս նշել է, որ Բաքվի հետ հարաբերությունները Աստանայի համար կարևոր նշանակություն ունեն։ Տոկաևի խոսքով Ղազախստանն Ադրբեջանը դիտարկում է որպես հուսալի ռազմավարական գործընկեր եւ դաշնակից։ Բայրամովն էլ ընդգծել է երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը։ Նա շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման հետ կապված օպերատիվ աջակցության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր ռազմավարական նախագծերի իրականացման հարցեր, քննարկվել են նաև առևտրի, ներդրումների, թվայնացման, տարանցման եւ տրանսպորտի ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարեկամության շքանշանով է պարգևատրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովային։ Հրամանագրի համաձայն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պարգևատրվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած վաստակի համար։ Սահիբա Գաֆարովան Ադրբեջանի խորհրդարանը գլխավորում է 2020 թվականից, 2024 թվականի սեպտեմբերին նա վերընտրվել է այդ պաշտոնում։ Վարդուհի Հարությունյան, Հարևաններ։